Մենք վաղտին շատ ենք իրար հետ պրոբլեմ ունեցել։ Ես հիմա առաջարկում եմ, որ մոռանանք այդ ամեն ինչի մասին ու իրար հետ առաջ շարժվենք։ Բաներ կան, որ չեն մոռացվում Միլեն։ Դու փեսուս ես խփել ու աղջկաս անմարդ թողել։ Իսկ թորներիս առանց էր։ Ես ամեն ինչ լավ հիշում եմ։ Բայց փեսդ ուզում էր սաղից փուր ուտար, որ իր կաշին փրկեր։ Էդ դու ես տենց ասում։ Չէ, փաստեր կան, ու դու էլ այդ փաստերից կուրսի ես։ Մենք չենք հավաքվել հին թեմաները նորից ջրեր ես հանել։ Հիմա սիտուացիան լրիվ ուրիշ է։ Կենտրոնանանք ներկայի վրա։ Համաձայն եմ, խոսենք ներկայից։ Ամբողջ հարգանքով հանդերձ, քո հանդեպ վստահություն չկա Վիլեն։ Դու միշտ ինչ ուզեցել ես արել ես, ոչ մեկի կարծիքը չես հարցրել։ Ու լիքը լավ տղեկի գլուխ ես կերել, ու լավ էլ մարսել ես։ Ու հիմա այդքանից հետո եկել ես ասում ես, օգնեք ինձ հովոյին գծերից գցենք։ Չէ։ Ես ուղղակի արդարություն եմ ուզում։ Մեր ու քո իմացած արդարությունը տարբեր բաներ են։ Ես կուրսի եմ, որ հովում ձեր սաղ բիզնեսների մեջ փայ է, որ դուք սաղորը պախատ եք անում, իսկ ինքը մենակ փողն է հաշվում։ Դուք ձեր քաղաքում ոչ մի բան չեք կարող որոշեք։ Դուք ձեր տանը ոչ մի բան չեք կարող որոշեք։ Իսկ քո հետ տենց չի լինելու։ Չէ։ Իսկ ինչ գարանտիա կա, որ դու հովոյի նման չես ելնելու, կամ դրանից վետար, երբ նստես սեղանի գլուխ։ Միակ գարանտիան այն է, որ այս ամեն ինչի երբ որ վերջացավ, սեղանի գլխին նստելու է Սարոն։ Ես իմ համաձայնությունը հələ չեմ տվել։ Բայց մենք կարանք պայմանավորվենք, որ լյուբոյ ռասկլադով Վիլենը սեղանի գլխին չի նստելու։ Դուք ինձ գիտեք, իմ խոսքը քարից պինդ է, ու ես գարանտիա եմ տալիս, որ ամեն ինչ այտենց կլինի։ Հարց չկա, Սարոջան։ Իսկ դու մեզնից ինչ ես սպասում։ Հələ որ ոչ մի բան։ Թող հովոն մտածի, որ իրան հավատարիմ եք։ Բայց երբ որ ժամանակը գա իմ մի խոսքով ձեր սաղ մարդկանց կհանեք ոտի ու կդնեք իմ տրամադրության տակ։ Թող Սարոն իր խոսքը ասի, հետո մենք էլ մերը կասենք։